Այսօր խոսելու ենք առողջապահության ապահովագրության համակարգի բացերի մասին, մասնավորապես այն մասին, թե ինչպես չեղարկել այցելությունները Արմեդ համակարգում։ Ընտանեկան բժիշկները եւ թերապևտները բարձում է կարող են նաեւ այդպես անել։ Մեզ հետ բժշկի ձայն նախաձեռնության անդամ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն է, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Նախ շատ կարճ պատմեք տեսանյութի բովանդակության մասին, ինչի մասին է եւ ինչպես է այդ տեսանյութը հայտնվել ձեր ձեռքում։ Սկսենք նրանից, որ տեսանյութերը, փաստական ապացույցները, ձայնային հաղորդագրությունները, գրած սկրինշոթները եւ այլն ինձ մոտ շատ են, որովհետեւ Հայաստանի տարբեր ծերերից բուժաշխատողները ուղարկում են ինձ, որպեսզի ես բարձրաձայնեմ, որովհետեւ իրենք շատ դեպքերում վախենում են վարչական լծակների, այսպես ասած, ճնշման այդ մեքենայից եւ քանի որ ես իմ գործընկերներից մի քանիսը նման վախեր չունենք, նման կախվածություն որևէ մեկից չունենք, ուղարկում են մեզ, որպեսզի մենք դա բարձրաձայնենք։ Տեսանյութը հետեւյալի մասին էր, դա ուղեցույց էր, թե ոնց ուր են մտնում, ինչ են սեղմում, հետո ոնց են անում։ Ես ուղղակի դա իմ էջում արագացրած տեմպով էի դրել, որպեսզի մարդիկ, ովքեր որ թեմայի մեջ չեն, կարողանան ասած նյարդերը խնայել, բայց վերջի այդ հատվածը, որտեղ որ ասում են կմտնեք, -6000 կանեք, փետրվարն էլ, մարտն էլ, այսինքն -6000 այցելություն չեղարկեք։ -6000-ը այդ ամեն այցելության համար փոխհատուցվող գումարն է, ամեն այցի չէ, խորհրդատվության համար, որոնք որ թերապևտները եւ մանկաբույժները պետք է չեղարկեին։ Խնդիրը այդ տեսանյութը դրա մասին է, որ բուժաշխատողներին շատ տեղերում պարտադրում են չեղարկել։ Ես գիտեմ տեղեր, պոլիկլինիկաներ, որտեղ որ բուժաշխատողը սպառնացել է, որ իրավապահ մարմիններին կդիմի, տնօրենը հանգստացել է, արդեն ասել է լավ, կարող ես չեղարկել, այսինքն լավ, ինչպես է ազդում այցերի չեղարկումը պոլիկլինիկաների ֆինանսավորման եւ բժիշկների վարչատվության վրա։ Մեխանիզմը ինչպես է ֆինանսավորումը եւ վարչատվությունը ամեն դեպքի համար է լինում։ Օրինակ, եթե մի բժիշկ արել է 100 հատ խորհրդատվություն, իր համար նախատեսվում է, իր ծառայության փոխհատուցման համար նախատեսվում է բուժ կենտրոնին փոխանցել յուրաքանչյուր այդ խորհրդատվության համար 6,000 դրամ։ Այսինքն 100 խորհրդատվություն արեց, 6000-ով հաշվարկեցին, 600,000 պետքա փոխանցեն, որտեղից բուժաշխատողի աշխատավարձին ինչ որ տոկոս է գումարվում։ Տարբեր բուժկենտրոններում կարող է այդ տոկոսը տարբեր լինել։ Հիմա եթե այդ 6000-ները չեղարկում են, հետեւաբար գումարը ավելի քիչ է նստում պոլիկլինիկայի բալանսին եւ հետեւաբար բուժաշխատողի արդար քրտինքով աշխատած գումարը նվազում է։ Մեխանիզմը այդպիսինն է, դրա համար, քանի որ ի սկզբանե, ինչպես ես ասել եմ, հաշվարկի մեջ մեր նախարարությունը մի փոքր սխալվել է, այդ սխալ հաշվարկի արդյունքում հիմա արդեն իսկ հասկանում են, որ մինչև տարեվերջ, նույնիսկ մինչև հունիսի 7-ը, որը որ այսպես ասած իմ կարծիքով էս ապահովագրական համակարգի ադեկվատ աշխատանքի վերջնակետն է լինելու, կարող է չհերիքի իրենց բյուջեն, որպեսզի բոլոր տեղերով կարողանան փոխհատուցեն։ Այցերի չեղարկումը Արմեդ համակարգում իրականում այցելությունների վրա, մարդկանց այցելությունների վրա ազդում է թե ոչ։ Հիվանդանոցներում, որտեղ արդեն ստացիոնար բուժման համար մարդը հոսպիտալացվում է եւ այլն, դեռևս բարդ է այդ process-ը իրականացնել, բայց այո, եթե ամբուլատոր պացիենտին չեն գրանցում, այդ փողը տնտեսում է պետությունը։ Ուրիշ ժամանակ, եթե օրինակ բուժաշխատողը ինչ որ պացիենտի չգրանցեր, բայց ինքը այսպես ասած լիարժեք էին բռնել եւ այլն եւ այլն։ Լիարժեք խորհրդատվություն մարդը ստանում է հիվանդանոցում, թե չէ։ Այո, իհարկե։ Այսինքն դրանից մարդիկ չեն տուժում։ Ես ուզում եմ դուք պատկերացնեք, որ որևէ բուժաշխատող, անկախ նրանից ինքը հիմա ցածր թե բարձր է վարձատրվում, իր մասնագիտական հմտությունների ու այդ հմտությունների տրամադրման գործընթացի վրա որևէ կերպ դա չի անդրադառնում, որովհետև առաջնահերթ բոլոր բժիշկները ապրում ու աշխատում են ոչ թե նրա համար, որ օրինակ, չգիտեմ, X գումար աշխատավարձ են ստանում, այլ որովհետև դա իրենց սիրած գործն է։ Հիմա այլ բան է, երբ ժամանակին օրինակ 150-160 հազար աշխատավարձ էին ստանում պոլիկլինիկայում մեր գործընկերները, հիմա ուղղակի դա անթույլատրելի իջացրել են, դարձել է 30-40 հազար դրամ։ Եվ անկախ նրանից, թե առողջապահության նախարարը որքան է բղավում, գոչում, չգիտեմ, վիճում, որ աշխատավարձը միայն ավելացել է,
Դա այդպես չէ, նույնիսկ ուրբաթ օրը նախարարը տեղադրեց մի հատ գրառում, որ ինքը խոսել է բուժկենտրոնների տնօրենների հետ Zoom հարթակով եւ թերապևտների աշխատավարձը 40-50%-ով է բարձրացել, մեղմասնագետների աշխատավարձը ընդհուպ մինչև կրկնակի է բարձրացել եւ այդ գրառման տակ բազմաթիվ բժիշկներ, բուժաշխատողներ մտան եւ ոչ թե դժգոհություն հայտնեցին, եկեք ամեն ինչը իրանց անունով կոչեն, փաստեցին այն խոսքը, որը որ ես արդեն մոտ 10-15 օր ասում եմ, նախարարը ստում է հանրությանը, առողջապահության նախարարը զբաղված է մոլորեցնելով հանրությունը մոլորեցնելու գործով եւ ստում է թե բուժանձնակազմին, թե սովորական քաղաքացիներին, ովքեր որ պացիենտի, այսպես ասած, պացիենտի բանով գալիս են մեր մոտ, պացիենտի անվան տակ։ Պատկերացրեցիք։ Հիմա առմետ համակարգում այդ այցերը չեղարկելու հաշվին կան կոնկրետ հստակ դեպքեր, երբ հիվանդանոցում այս կամ այն բժիշկը աշխատավարձը պակասել է կամ չի ստացել կամ եւ այլն։ Կա, որ պակասել է։ Կոնկրետ հստակ դեպքեր կան։ Այո, կոնկրետ հստակ դեպքեր կան։ Իմ մոտ կա դրա ձայնային հաղորդագրությունը, որտեղ որ բուժաշխատողը ասում է, որ պարտադրեցին եւ վախացրեցին, որ եթե չանենք աշխատանքից կզրկվենք, մենք էլ արեցինք ու դրա համար քիչ աշխատավարձ ենք ստանում։ Հիմա այս Արմեդի այս գործառույթի համար ում եք մեղավոր համարում առողջապահության նախարարությանը, հիմնադրամի միգուցե թե այլ կառույցների։ Տեսեք, Արմեդի գործառույթի համար ոչ մեկին չեմ համարում պատասխանատու։ Արմեդը դա համակարգ է, որտեղ որ օրինակ բուժաշխատողը կարող է սխալ թույլ տա եւ իր սեփական այցը հասկանա, որ սխալա թույլ տվեց, չեղարկի, օրինակ խառնել է ինչ որ այլ պացիենտի պետք է գրանցեր, ուրիշ պացիենտա գրանցե եւ այլն։ Կա թեորիականապես նման հավանականություն է կա եւ այդ գործառույթը համակարգը Արմեդ համակարգը պետք է ունենա, որտեվ դա բիբլիական ճշմարտություն չի Արմեդ համակարգը բոլորն է, այնտեղ կարող են սխալվել։ Ես մեղադրում եմ եւ պատասխանատու եմ համարում առողջապահության նախարարությանը եւ նախարարին առաջին հերթին, ապահովագրական հիմնադրամի ղեկավարությանը երկրորդ հերթին եւ բուժկենտրոնի տնօրինությանը երրորդ հերթին, որովհետեւ ասենց ժողովրդական լեզվով ասած վերևներից հրահանգը գալիս է, իսկ ներքևներում արդեն տնօրենը փորձում է այդ հրահանգը ասենց ամեն գնով իրականացնի, որովհետև իրենից էականապես բան կախված չի, բայց փաստացի նեղավոր են նաև բժիշկները ըստ էության հանցակից են եւ բուժաշխատողները եւս հանցակիցներ են այդ ամենին, որովհետև եթե պացիենտը գալիս է մտնում է բժշկական կենտրոն, իր համար այց է գրանցվում, նա ստանում է այդ խորհրդատվությունը, նա ուղեգրվում է ինչ որ հետազոտության եւ հետո հանգարցակի այդ այցը վերանում է, դա արդեն հարցեր են առաջանում եւ եթե օրինակ բուժաշխատողը մինչև այս ապահովագրական համակարգը որևէ պացիենտի չգրանցեր ու գումարը վերցներ կանխիկ, հիմա աղմուկ էր բարձրացել, որ վայ, տեսեք, չգրանցեց, սա կոռուպցիա եւ այլն, բայց որ պետական մասշտաբով կոռուպցիա կա մեր երկրում, երբ որ մարդու կատարած աշխատանքը ասում են մտիր չեղարկիր։ Կամ էլ գործից կազատենք։ Դրա վրա ոչ ոք չի սևեռվում, չգիտեմ ինչի։ Ոչ քաղաքական դաշտը, ոչ իրավապահ մարմինները, ոչ մեկ։ Ձեր հրապարակումից հետո ինչ արձագանք եք ստացել։ Դե երկու անգամ ավել դիմումներ եմ ստացել, տեղեկատվություն եմ ստացել նյութերով բուժաշխատողներից, ումից։ Եվ բարբերաբար հրապարակում եմ։ Ես ասել եմ, նկատի ունեմ ձեզ զգուշացրել են միգուցե խորհրդակցության են կանչել վերևներից։ Իմաստ չունի ինձ զգուշացնել ինչ-որ բանում, որովհետև ես նման կախվածություն չունեմ ձեր ասած այդ ճակերտավոր վերևներից, խորհրդակցության չեն կանչել, ամեն գնով այդ վերևները խուսափում են առերեսվելուց իրական խնդրի հետ, իրենց թվում է, որ իրենք իրենց ենթակայության տակ գտնվող մարդկանց հավաքում են ճակերտավոր ասած ժողով են անում եւ մենակ դրականն են լսում, դրանով կարելի է բավարարվել, չհարգելիներս։ Առողջապահության ոլորտը ավելի լուրջ ու խորը բան է։ Եթե բժիշկները դիմում են ձեզ, նպատակը ո՞րն է, դուք ինչ եք իրենց խնդիրը լուծում։ Առաջին հերթին մենք բարձրաձայնում ենք այդ հարցը, այսինքն այն ավանտյուրաները, որոնք որ պետք է ծածկադմփոց արվեին եւ ադմինիստրատիվ լծակով լրացվեին, արդեն իսկ հասանելի են դառնում
ոչ միայն մեր գործընկերներին տարբեր բուժկենտրոններում, այլ նաև լրատվական դաշտին, այլ նաև իրավապահ մարմիններին, իսկ հավատացած եղեք, որ պետական համակարգը ինքը բազմաշերտ է, այդ իրավապահ մարմինը կարող է մի օր այդ թղթապանակով մտնի այդ բուժկենտրոն կամ մտնի այդ փոխնախարարի աշխատասենյակ ու ասի սենց խնդիր կա, ու հետո դա էլ ավելի զարգանա եւ տարածվի։ Դա առաջինն է, ինչը որ մենք լուծում ենք։ Երկրորդը մենք բուժաշխատողներին առաջարկել ենք ու դեռևս առաջարկում ենք իրավաբանի պաշտպանություն, այսինքն մենք ունենք փաստաբանական թիմ, ովքեր որ բուժաշխատողների շահերը կներկայացնեն տեսչական մարմնում, դատարաններում եւ այլն, եւ ես հավաստիացնում եմ, եթե ապօրինի կերպով որևէ բուժաշխատողի աշխատանքից ազատեն, մենք իր պարապուրտի գումարն էլ տասնյակ միլիոնավոր կստանանք եւ մարդունը կվերականգնենք աշխատավայրում։ Դուք նաև բարձրացրել եք այլ խնդիր, ասում եք, որ քննարկում է տեսակետ, որ ցածր դիմելիության հիմնավորմամբ կարող են կրճատվել որոշ նեղ մասնագիտական կաբինետներ։ Ինչ ծառայություններ են դրանք եւ ինչ ռիսկեր եք տեսնում։ Ինֆեկցիոնիստի եւ հակատուբերկուլոզային կաբինետներն են, որոնց մասին որ խոսացել է նաև նախարարը, որ կրճատվելու են, փակվելու են այդ կաբինետները պոլիկլինիկաներում, բայց տեսեք, մենք ունենք այսօր այնտենց հազարավոր մարդիկ, ովքեր որ արտասահմանից եկել են Հայաստանում աշխատելու շատ տարբեր ազգությունների, եւ ես չգիտեմ իրենցից ով ինչ ինֆեկցիոն հիվանդության կարող է, եւ եթե ինֆեկցիոնիստի կաբինետը չլինի պոլիկլինիկայում, ապա լոկալ բռնկումները հնարավոր չի լինի կանխարգելել, այսինքն ինֆեկցիոնիստը եւ հակատուբերկուլոզային կաբինետի բժիշկը իրանք պետք է գումար ստանան ոչ թե դիմաց պացիենտների քանակով, այլ չդիմելու համար, այսինքն իրանք կարողանում են այդ համաճարակ թույլ չտան, որ համաճարակ բռնկվի, որ շատ մարդ գա դիմի, հասկանում եք, այսինքն բժշկական ոլորտում կան մասնագետներ, ում ավելի լավ է չդիմես, այսինքն նույն ինֆեկցիոնիստը, նույն հակատուբերկուլոզային կաբինետը, չնայած նրան, որ շատերը շատ ինտենսիվ գրաֆիկով աշխատում են, եւ ես դրա փաստացի ապացույցներ ունեմ, օրինակ ինֆեկցիոնիստին վերջի 10 օրում դիմելիությունը կամ հակատուբերկուլոզային կաբինետում գրանցված պացիենտների թիվը, պատկերացրեցիք, չէ՞, բայց այդ մարդիկ նրա համար են նստում իրենց կաբինետներում, որ իրենց կցագրված բնակչության կամ իրենց պատասխանատվության ներքո գտնվող կլինի դա մարզ, գյուղ, ինչ որ տարածք, այդտեղ բռնկումներ չլինեն։ Կանխեն բռնկումներ։ Այո, եկեք հասկանանք, որ ոչ վաղ անցյալում մեր պետությունը կոവിഡ് տեսավ։ Էլի այսենց դիլետանտ ղեկավարության շնորհիվ մենք ունեցանք տարածաշրջանում ըստ մարդաքանակի ամենաշատ մահերը եւ չմոռանանք, որ այդ էպիդեմիաները, այդ վարակիչ հիվանդությունները չեն շրջանցում Հայաստանի Հանրապետությունը, որքան էլ որ օրինակ պինցետով հանեն եւ թթի արաղով դեզինֆեկցիա անեն, միևնույնն է չեն շրջանցում եւ դրան պետք է պատրաստվել եւ հզորացնել ավելի շատ ինֆեկցիոնիստների կաբինետները, տալով նրանց լծակներ, ուղղորդելով պրոֆիլակտիկ զննությունների պացիենտներին եւ այլն, այլ ոչ թե փակել այդ կաբինետները։ Դուք ինչ փոփոխություններ եք առաջարկում համակարգում եւ հատկապես ֆինանսավորման մեխանիզմներում։ Բազմաթիվ փոփոխություններ եմ առաջարկում։ Մի քանիսը արդեն ասացիք ձեր խոսքում։ Առաջի փոփոխությունը դա նախարարն է, փոխնախարարների կաբինետի հետ միասին։ Մի քիչ ավելի բարձր մակարդակում եք առաջարկեի փոփոխություն եւ լիահույս եմ, որ այդ փոփոխությունը լինելու է, որտեվ այդ բարձր մակարդակից է գալիս այն ամենը, ինչ որ տեղի ունենում Հայաստանում։ Դա այդ մասով։ Ես առաջարկում եմ առաջի հերթին ոչ թե ունիֆիկացված գումարներ վճարեն բոլոր մարդիկ, ապահովագրավճար, այլ ինչպես քաղաքակիրթ երկրներում է աշխատավարձի ինդեքսացիայով վճարվեն։ Երկրորդը առաջարկում եմ բուժաշխատողների վարձատրության տոկոսները եւ վարձատրության մեխանիզմը վերանայել, որովհետեւ եթե մենք առաջնային կանխարգելում օրինակ չենք անում պոլիկլինիկայում, մենք հետո երկրորդային կանխարգելման վրա ավելի մեծ գումար ենք ծախսում, իսկ ավելի լավ է պոլիկլինիկայում նեղ մասնագետների աշխատավարձը ավելի բարձր լինի եւ նրանք ոչ թե չթողնեն, այլ չհասցնեն պացիենտին այն իրավիճակի, որ ինքը արդեն հիվանդանոցային բուժման կարիք ունենա։ Այսինքն մենք ոնց ենք անում առողջապահության ոլորտում ամենաիդեալական տարբերակը այդ առողջ սնվել, առողջ ապրել, չհիվանդանալ։
Okay, հիվանդացավ, առաջինը ինքը գալիս է ընտանեկան բժշկի մոտ, դա առաջի մեր բարիերն է, այսպես ասած։ Ընտանեկան բժիշկը, եթե չի կարողանում օգնի, ուղեգրում է նեղ մասնագետների մոտ։ Նեղ մասնագետները պետք է պոլիկլինիկայում լինեն եւ չթողնեն, որ այդ պացիենտի մոտ իրավիճակը ավելի խորանա։ Պատկերացրեցիք, եւ դրա համար իրենք պետք է adekvat վարձատրվեն։ Բայց մեր մոտ հիմա նեղ մասնագետների հետևից շատ լուրջ որս է սկսվել, չգիտեմ ինչու նախարարին թվում է, որ ամերիկյան մոդելից վերցրած միայն ընտանեկան բժիշկով այդ պոլիկլինիկաները կշարունակեն արդյունավետ աշխատել, բայց ես ասում եմ, որ դա գիտելիքի պակասի արդյունք է իր մոտ եւ ոչ բավարար ուսումնասիրության արդյունք է։ Ձեր կոչը բուժ աշխատողներին եւ նախարարությանը միգուցե։ Ես նախարարությանը մի հատ կոչ կարամ անեմ, դա հրաժարականի դիմում ներկայացնելն է, իսկ բուժաշխատողներին կոչ եմ անում չվախենան, որովհետև բուժաշխատողների ուժը իրանց համախմբվածության մեջ է։ Չի կարա առողջապահության նախարարությունը 100 բուժաշխատողի միանգամից ինչ որ պատրվակով ազատի աշխատանքից։ Ոչ թե 50 կանում չեղարկել այցերը։ Այո, չեղարկել, չվախենալ բարձրաձայնելուց խնդիրները, համախմբվել, եթե իրենք կարողանում են լոկալ իրենց տեղում համախմբվեն, թող այդպես համախմբվեն, մենք էլ կօգնենք, եթե չեն կարողանում, ապա բժշկի ձայն նախաձեռնության շուրջ թող համախմբվեն, մենք միասին մեր գոլեգաների հետ այս հարցը կլուծենք։ Հավատացած եղեք, մենք այն մասնագետներն ենք, ովքեր ամենօրյա ռեժիմով մահի դեմ են պայքարում։ Ինչ որ նախարարներ շատ փոքր են, որպեսզի մենք բժիշկներով չկարողանանք պայքարը ճիշտ տանել։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք բժշկի ձայն նախաձեռնության անդամ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի հետ։ Ցտեսություն։